Զանգնազդարարում է Թիմ Հոլդինգ ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկը։ Թիմ Հոլդինգի պարտատոմսերը երկարաժամկետ ներդրումային գործիք են տեղական ու միջազգային ներդրողների համար։ Սա առաջին մեծ քայլն է մեր ընկերությունների խմբի համար նման մեծ ծավալով թողարկում իրականացնելու։ Ընդհանուր ծավալը մոտարապես 35 միլիոն դոլարին համարժեք պարտատոմսերի թողարկում։ Վստահ եմ, սա շարունակական բնույթ է կրելու, որովհետև բիզնեսը միշտ կարիք ունի նոր ֆինանսական միջոցների, որպեսզի կարողանա ել ավելի աճել։ Առաջին փուլում Թիմ Հոլդինգը տեղաբաշխում է դոլարային ու դրամային պարտատոմսեր։ Դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 5 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100։ Արժեկտրոնի եկամտաբերությունը 9% է, շրջանառության ժամկետը 48 ամիս։ Առաջին փուլի տեղաբաշխումը դեկտեմբերի 3-ից մինչև մարտի 3-ն է։ Մենք փորձելու ենք ավելի շատ իրան վաճառել մանրածախում, ոչ թե մեծածախում, այդ իսկ պատճառով մենք չենք բանակցել մեծ IFI-ների հետ, ինչպես նախորդ դեպքերում։ Սա կարծում եմ առաջին մեծ տեղաբաշխումն է հայկական շուկայում, որը ամբողջությամբ ֆիքսված է մանրածախ շուկայի վրա։ Ու կարծում եմ ինքը հենց դրանով էլ ունիկալ կլինի։ Այս տեղաբաշխումը հետաքրքիր կլինի ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային ներդրողների համար։ Ընկերությունների խումբն էլ Freedom Broker Armenian պատահական չի ընտրել։ Պարտատոմսերն ի դեպ հնարավոր է իրացնել ցանկացած պահի։ Freedom Broker Armenia-ի համար այս տեղաբաշխումը առաջինն է Հայաստանում, ու մենք որոշեցինք, որ կսկսենք մեր աշխատանքը այս ոլորտում, հենց underwriting-ում խոշոր մեծ կազմակերպությունից, Թիմ Հոլդինգից, որովհետև մենք տենում ենք Թիմ Հոլդինգի մեջ գլոբալ Հայաստանում պարտներ, Թիմ Հոլդինգը մեծ կազմակերպություն է, որը բավական մեծ իմպակտ ունի հայկական տնտեսության մեջ, ու որոշեցինք, որ այս կազմակերպությունը ու տեղաբաշխումը բավական մեծ աճ կտա Հայաստան կապիտալ շուկայի զարգացման։ Իսկ պոտենցիալ ներդրողը կարող է 5 րոպեում առանց տանից դուրս գալու հաշիվ բացել ու գնել Թիմ Հոլդինգի պարտատոմսերը։ Պարտատոմսը իրացվելի է ի տարբերություն ավանդի, եկամտից հարկային պարտավորություն չի առաջանում։ Այս դեպքում կարևոր է նաև հաճախորդի ներդրումների պաշտպանվածությունը։ Մեզ կենտրոնական բանկը թույլտվություն է տվել իր լիցենզիա, որ մենք կարողանանք տենց տեղաբաշխումներ անենք, դոստուպ տանք հաճախորդներին ինչ-որ արժեթղթեր գնել կամ վաճառել, իսկ բանկերին թույլտվություն է տվել, որ այդ տրանզակցիա կանենք։ Դրա համար այդ տրանզակցիայի պահը դա բանկային ոլորտի մեջ է, որը իմ կարծիքով բավական Հայաստանում ապահով է։ Թիմ ընկերությունների խմբում նաև Հայաստանից դուրս գործունեություն ծավալող ընկերություններ են, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնելու ներդրումներն ու նվազեցնելու ռիսկերը։ Սա կարևորում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը, իսկ ներգրավված միջոցները կուղղվեն տնտեսության իրական հատված, էներգետիկայից մինչև ենթակառուցվածքներ ու կապիտալ շինարարությունից մինչև արևային կայանների ոլորտ։ Firebird ընկերության հատվածով էլ մենք բավականին մեր խումբը բավականին մեծ ծավալի այնտեղ գործունեություն է ծավալում, հենց Firebird-ի օգտագործման հոսանքի այն ծավալների էներգիան, որ մենք սպասում ենք օգտագործվելու, դա մոտարապես 100 մեգավատ հոսանքի զորություն ալնելու, մենք այդտեղ ներդրման կարիք ունենք, որպեսզի կարողանանք ալտերնատիվ էներգիայով ունենանք եւ նաեւ Հայաստանում 10%-ով ավելացնելով էներգիայի օգտագործում կարծում եմ կարող իմպակտ լինի շուկայի վրա եւ դրական եւ բացական, դրա համար ուզում ենք ալտերնատիվ էներգիայի աղբյուրներ ունենանք։ Տեղաբաշխված պարտատոմսեր գնելիս կարևորը հավատն ու վստահությունն է, իսկ Թիմ ընկերությունների խումբը փոփոխությունների կարիք ունեցող բոլոր ոլորտներում արագ ու նորարարական քայլերով է առաջ գնում, ինչն էլ նվազեցնում է ռիսկայնության աստիճանը։ Սրան նպաստում է նաև այն, որ ներդրումները իրական հատվածում ոչ թե մեկ, այլ մի քանի ոլորտների է ուղղվում, իսկ սա եւս մեկ վստահության քայլ է։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։